Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի մասնակցությունը 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։ Փաշինյանն այս մասին ասել է այսօր Երևանում մեկնարկած կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն երկօրյա համաժողովի ժամանակ։ Փաշինյանի խոսքով Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատվել է մշտական ինստիտուցիոնալ հաղորդակցություն։ Վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում վերջին անգամ առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում եւ այդ այցը շատ հաջող եմ համարում եւ այո այդ այցի ընթացքում նաեւ նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ես ճիշտ չի լինի որպեսզի մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը, պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ եւ հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի։ Միևնույն ժամանակ Ալիևի երեկվա հողորտանքները մեկնաբանելու լրագրողի հարցն այսօր դժվարին իրավիճակի մեջ դրեց Նիկոլ Փաշինյանին։ Ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետեւ հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանալիճ չկա, կա այլ անուն։ Հա, ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում։ Փաշինյանը շեշտեց, որ հարցին պատասխանել է իր ելույթում, որտեղ խոսել է կոնֆլիկտի քաղաքականապես լուծված լինելու, սակայն սոցիալ հոգեբանորեն արկա լինելու մասին։ Որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասացի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասացի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ալիևը երեկ հայտարարել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Իլհամ Ալիևը նաեւ շեշտել էր, թե 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիճ չկա, կա Գյոյչը, ասել էր նա։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ պետք է պատմության հետ զգույշ լինել։ Հույները, որ սկսեն մակեդոնացուն հիշել Հռոմը, իտալացի մեր գործընկերները, մենք ուր կհասնենք, մենք այդ պատմությունը կարդացել ենք եւ մենք իմ գնահատմամբ արդեն ստեղծել ենք նոր պատմություն։ 2 տարվանն էլ է պատմություն, մենք պետք է կարողանանք անցյալը տարբերակել ապագայից։ Այսօր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինի։ Այս մասին հայտնում է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով։ Շուրջ 1 ժամ տևած զրույցի ընթացքում նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։ Հանդիպմանը ներկայ էին դեսպանատան առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր հայտարարել է, որ ՀՌՀ-ն կողմ չէ կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիրքորոշմանը կապված շողակաթ հեռուստաընկերության հետ։ Նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի
անդամները այնքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ եւ գտնում ենք, որ կարելի է շատ ավելի արդյունավետ ու ճիշտ լուծում գտնել։ Արժեյում լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբյանը։ Միևնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ շողակաթը օրենքով կրոնական ալիք չէ։ Մենք մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն շողակաթը ոչ թե հոգևոր եւ մշակութային ծրագիր է, այլ կրթական մշակութային։ Հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն։ Հասկանում եք, որտեղ կրթությունը եւ մշակույթը շատ ժամանակ, կրոնի հետ, կղերական մոտեցումների հետ որևէ կապ չպետք է ունենան, բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրեցինք։ Չձևափոխվեց նաև շողակաթ հեռուստաընկերությունը, եւ մենք այդ մասին հարցումներ արել ենք հանրային հեռարձակողի խորհրդին։ Իմ ասածս ինչա, տեսեք, մենք հասարակությունը, մամուլը խառնում այն ինչ-որ դեպքերի մեջ, երբ որ այդ թնջուկը ինչ-որ լուծում է ստանում, անկախ նրանից ճիշտ թե սխալ, Ես կարծում եմ, եթե շողակաթը կատարեր իր առաքելությունը եւ իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չենք հասնի։ Ես կարծում եմ, չի կարելի մի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում, եւ Աստծո առաքելությունից խոսալ եւ ցույց տալ քաղաքական բովանդակություն։ Սա երկար չէր կարող տևել եւ դա նկատեց նաեւ հեռուստադիտողը։ Մենք կարող ենք սպասեք։ Քաղաքական բովանդակությունը շատ էր, ոչ միայն, մենք մշտադիտարկում ենք, ոչ, քաղաքական բովանդակությունը։ Մի րոպե, վերջացնեմ, Եվ ուզում եմ ասեմ, ես գնահատական չեմ տալու։ Ասում եմ, որ դատը ես միտքս չավարտեցի, դա տեսավ նաեւ հեռուստադիտողը եւ վերջի մոտ 1 տարվա ընթացքում մենք արամ ձեզ վերջի 3-4 տարվա կտրվածքում տամ մեր մշտադիտարկման եւ ռեյտինգների առումով տվյալները, շողակաթի այդ ռեյտինգները կամած հանգնում են եւ հավասարվել են գրեթե 0-ի։ Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը գրեթե Հայաստանում լսարան ցավոք չուներ։ Եվ սա պետք է լուծում ստանար։ Հոկտեմբերի 25-ին ժամը 00:35-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ եւ կա վիրավոր քաղաքացի։ Ինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը ոստիկանության Դավթաշենի բաժնի հիվանդանոցից հահազանգ է ստացվել, որ նշված վայրից 1 անձ որովայնի հրազենային վնասվածք սրտի կանգ ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանությունները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն է, նա բլոգեր էր, որը հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։ Շմավոն Աթոյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության Դավթաշենի տարածքային կառույցի անդամ էր։ Իշխանական լրատվամիջոցները Շմավոն Աթոյանի սպանությունը փորձում են բարթել մեր ձևով շարժման վրա։ ԿՊ-ի պաշտոնական լրատվամիջոցը Աթոյանի սպանության մասին լուրը հրապարակել է հետևյալ վերնագրով. Երևանում սպանվել է բլոգեր Շմավոն Աթոյանը, որն ակտիվորեն քննադատում էր մեր ձևովին, այսպիսով տպավորություն ստեղծելով, թե նրա սպանությունը մեր ձևով շարժման քննադատելու հետևանք է։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվել են բռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին Փաստինֆոյի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Հրավիրել ենք երեխայակենտրոն կառույցների ոստիկանություն, դպրոց, բուժամբուլատորիա, հասարակական կազմակերպություններ։ Հիմնական խնդիրը լինելու է երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը, նշեց Գալոյանը։ Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ի վերջո նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշնամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ Հետագայում պարզվել է, որ նա սպանության զոհ է, խեղտամահ անելով սպանել է հայրը, իսկ այդ ընտանիքում ապրում է եւս 4 երեխա։ Նշենք, որ փոքրիկը հոր կողմից սպանվել էր մոր ծննդյան օրը։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 00:05-ի սահմաններում Ծովակալի Սակովի պողոտայում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Սեյվարած Mercedes Մակնիշի եւ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Տեյվարած BMW X6 Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով BMW X6-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 50-ամյա Իրինա Տ եւ 27-ամյա Հայկաս Տ, 36-ամյա Էդգար Բ եւ 24-ամյա Լևոն Տ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական
կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն գործել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանրարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Մերսեդեսը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ BMW X6-ը բախվել է ծառին։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։